Առհասարակ, երբ ավելացվում են որոշակի գործառույթներ, դրվում են ինչ-որ ծառայության վրա, պետք է հաշվի առնել նաև այդ ծառայության հնարավորությունները։ Պետք է հասկանալ, որ ուղեկցող գումարտակները դա նույն թվով մարդիկ են, գրեթե փոփոխություն չի եղել ուղեկցող գումարտակների կազմում, հաստիկային մարդկային ռեսուրսների առումով, մի կողմից, մյուս կողմից պետք է հիշել, որ մեքենաները ուղեկցող գումարտակներին սպասարկող այնպիսի հնադարյան են եւ բարեփոխման արդյունքում կամ չգիտեմ ինչի արդյունքում նորացված չի ավտոպարկը, հետեւաբար այդ խնդիրները անխուսափելի են։ Անխուսափելի են նաև այն պատճառով, որ ավելացավ այնպիսի հատված, որը վերաբերվում է օրինակ տնային կալանքից մարդկանց տարբեր տեղեր ուղեկցելու, ժամերով սպասելու, հա, անգամ process-ներին չմասնակցելու, ու կա հստակ թիվ, քանակ անկախ նրանից թե ինչ խնդիր կա դրված, ինչ դժվարություններ կարող են լինել, կա հստակ ինչ որ մի թիվ մարդկանց ուղեկցող գումարտակի անձնակազմի թվաքանակ կա, որը պետք է սպասարկի այդ մարդկանց։ Ու սա բերում է մի հատ իրավիճակի, որտեղ որ անընդհատ հետաձգումներ են լինում։ Մի կողմից մենք խնդիր ունենք, որ անազատության մեջ գտնվող կամ կալանքի տակ գտնվող կամ տնային կալանքի տակ գտնվող մարդիկ իրենց իրավունքները խախտվում են, որովհետև մարդիկ շատ անգամ դատաքննությունները երկարում են, ձգձգում են, չեն կարողանում ներկայացնել։ Մյուս կողմից անշուշտ խնդիրը նաև լայն իմաստով մնացած կողմերի հետ կապված, որտեղ միայն կալանքի տակ գտնվող մարդիկ չեն, դա նաև տուժողներն են, ովքեր խնդիրներ են իրանց այդ խնդիրները առաջանում իրանց իրավունքների իրացման տեսանկյունից։ Դա խնդիր է դատական համակարգի համար ընդհանուր առմամբ, որովհետև դատավորները ստիպված են լինում առանց այն ծանրաբեռնված իրանց գրաֆիկը անընդհատ տեղափոխել ու փորձել տեղավորել ինչ-որ միտեղ, բնականաբար դա չի կարող արդյունավետ դատաքննություն ապահովման տեսակետից ողջամիտ լինել, որովհետև եթե դատավորը ինչ-որ մի կարճ պատուհան է գտնում, փոքր պատուհան է գտնում տեղավորելու այդ քրեական գործը կամ այդ process-ը, հա, իր գրաֆիկի մեջ, նշանակում է, որ կամ ուրիշ գործեր են տուժելու, կամ այդ գործը բավարար ժամանակ չի ունենալու, լսված լինելու, քննված լինելու, բոլոր տեսանկյուններից օբյեկտիվ քննված լինելու։ Այսինքն ինքնին զուտ տեխնիկական մի հատ խնդիրը, որտեղ դա տեխնիկական խնդիր է, սխալ հաշվարկի արդյունք է։ Ընդամենը մի տեխնիկական սխալի արդյունքում, թերի աշխատանքի արդյունքում մենք ունենում ենք բազմաթիվ մարդկանց, բազմաթիվ կողմերի լրացուցիչ ծանրաբեռնվածություն, իրավունքների խախտում, արդար դատաքննության տեսանկյունից իրավունքների մարդկանց խախտում։ Սա իսկապես շատ հեշտ պիտի հաշվարկ կատարվեր մարդկանց վրա, եթե դնում եք լրացուցիչ գործառույթներ, նաև պիտի հաշվարկեք քանակը եւ նաեւ տեխնիկական ապահովումը։ Մեքենաները շատ կարեւոր են։ Բացի նրանից, որ անմարդկային է այդպիսի մեքենաներով մարդկանց տեղափոխելը հատկապես ամառվա օրերին կամ ձմեռվա ցուրտ օրերին, երբ չի ջեռուցում նորմալ կամ ամառվա շոգ օրերին, ուղղակի անմարդկային է, թե տեղափոխվող կանոնավոր անձանց կամ տնային կալանքի տակ գտնվող անձանց վերաբերյալ, այդ նաև աշխատակիցների զուտ գումարտակի, հա, ծառայություն իրականացնող մարդկանց տեսակետից, որտեղ այդ նույն մեքենայում նաև իրանք են գտնվում։ Սա իհարկե անթույլատրելի է, պետք է փոխել, պետք է լավ հաշվարկել, ընդհանրապես պետք է լավ հաշվարկել եւ գեղեցիկ փաթեթավորումների փոխարեն շատ ավելի ռացիոնալ ծախսել գումարները, որովհետեւ ինչպես պնդում են իշխանությունները, իրանք ֆինանսական խնդիրներ չունեն։ Ֆինանսները բավարար են, մնում է միայն այսպես առաջարկներ լինեն։ Չեմ կարծում, որ այս առաջարկները չեն ներկայացվել հենց ուղեկցող գումարտակի կողմից, իրենց ղեկավարության կողմից, ուղղակի կարծում եմ բավարար այսպես ջանասիրություն չի դրսևորվել այս հարցում։